Այսօր Երևանում կայացել է հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը։ Հանձնաժողովականները ամփոփել են նախորդ նիստի արձանագրությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները, քննարկել Հայաստանի եւ Ուկրաինայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորությունները, նաեւ արդյունաբերության տարբեր ճյուղերում զբոսաշրջության, ներդրումային, գյուղատնտեսության, առողջապահության եւ այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները։ Հանձնաժողովի համանախագահներ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ու Ուկրաինայի պետական կորպորատիվ իրավունքների եւ գույքի կառավարման պետական գործակալության նախագահ Դիմիտրի Կոլեսնիկովը ընդգծել են, որ թեև ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև հասնում է տարեկան 200-ից 300 միլիոն դոլարի, այնուամենայնիվ այդ ծավալների մեծացման հնարավորություն կա։ Ուկրաինան հանդիսանում է մեր խոշորագույն առևտրատնտեսական գործընկեր երկիրը, ներկայացվեց նաեւ նոր հնարավորությունները, որոնք ընձեռնվում են Հայաստանում տարբեր հարկային եւ մաքսային ռեժիմների տրամադրման հնարավորություններ, ազատ տնտեսական գոտիների շրջանակներում համագործակցության ձևաչափեր եւ ուկրաինական կողմին դա հետաքրքրեց։ Արմենիա занимает 9-е место։ Հայաստանն ԱՊՀ երկրների մեջ ապրանքաշրջանառությամբ մեր 9-րդ գործընկերն է։ Հայաստանում ուկրաինական կապիտալի մասնակցությամբ 83-ից ավելի ընկերություն է գրանցված։ Այս նիստի ընթացքում մենք առաջարկեցինք Ուկրաինայում եւ Հայաստանում ստեղծել նոր ընկերություններ արդյունաբերական եւ գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտում, բանկային համակարգում եւ այլն։ Մերձավոր Արևելքում պատերազմական վիճակը չի հանգուցալուծվում։ Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին Կահիրեում հանդիպել է Համաս շարժման քաղաքական առաջնորդ Խալեդ Մեշալի հետ եւ քննարկել Իսրայելի հետ զինադադար կնքելու հարցը։ Շուտով եգիպտոսիների առաքելությունը ժամանելու է Գազա, միաժամանակ մոտենում է Համասին Իսրայելի ներկայացրած վերջնագրի ժամկետը։ Միջազգային վերլուծաբանները նշում են, որ հրեական պետությունը կանգ չի առնի եւ կսկսի Գազայի դեմ ցամաքային գործողության իրականացումը, եթե Համասը չհամաձայնի դադարեցնել Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումը։ Պաղեստինյան Համաս շարժմանը Թել Ավիվի ներկայացրած վերջնագրի ժամկետը լրանում է 36 ժամից, որի ավարտին, եթե Գազայի հատվածից չդադարեն Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակել, Թել Ավիվը կընդլայնի ռազմական գործողությունը, հայտարարել է Իսրայելի ֆինանսների նախարար Յուվալ Շտայնիցը։ Իսրայելական Գալեյ Ցախալ բանակային ռադիոկայանի հետ հարցազրույցում նախարարն ընդգծել է, որ եթե Համասը չդադարեցնի գնդակոծել Իսրայելի տարածքը եւ ապօրինի զինել Գազայի հատվածը, խնդիրը կարող է լուծվել բացառապես ռազմական ճանապարհով։ Նույն հնարավորությունը չի երկել նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Իսրայելի հրթիռակոծությունից այսօր Գազայի հատվածում փլուզվել է բնակելի շենք, զոհվել է 11 մարդ, այս թվում կանայք եւ երեխաներ։ Բնակելի շենքի հրթիռակոծությունը խիստ վրդովեցրել է Գազայի բնակիչներին եւ միջազգային հանրությանը։ Պաղեստինցիները պնդում են, որ այդ շենքում Համասի որևէ զինյալ չի եղել։ Գազայի իշխանության տվյալով անցած 3 օրվա իսրայելական գործողությունների պատճառով անկլավում արդեն զոհվել է 66 մարդ, որից 32-ը եղել է խաղաղ բնակիչ։ Ռոյթերզի տվյալով զոհերի թիվն անցել է 70-ից, իսկ արաբական լրատվամիջոցները նշում են 80-ից ավելի զոհերի մասին։ Իսրայելի կողմից հակամարտության նոր բռնկման ընթացքում զոհվել է 3 խաղաղ բնակիչ։ Միաժամանակ արաբական գարնան երկրները Թել Ավիվին սպառնացել են, որ եթե Իսրայելը չդադարեցնի Գազայի հատվածի անկանոն հրթիռակոծությունները, իրենք պաշտոնապես կսկսեն աջակցել Պաղեստինին։ Հորդանան գետի ձախ ափին Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով արդեն բախումներ են սկսվել Պաղեստինի Ֆաթխ կուսակցության համակիրների եւ Իսրայելի զինուժի միջև։ Իսկ Ֆաթխը եւ Համասն արդեն հայտարարել են ջանքերը միավորելու մասին։ Ֆաթի առաջնորդներից մեկը Ռամալի հանրահավաքի ընթացքում հայտարարել է, թե Պաղեստինի այդ երկու հակամարտող ուժերը հարթել են բոլոր տարաձայնությունները եւ միավորել ուժերը Իսրայելի դեմ պայքարում։ Ֆաթը նաեւ պնդում է, թե Համասին հորդորել է չընթարկվել Իսրայելի վերջնագրին։ Պաղեստինցիները պահանջում են, որ Իսրայելը դադարեցնի ռմբակոծությունը եւ վերացնի Գազայի շրջափակումը, իսկ Իսրայելը Գազայի շրջափակման վերացման դիմաց պահանջում է Համասի հրթիռակոծությունների դադարեցում։ Չնայած Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են Համասի հրթիռների մեծ մասը, այդուամենայնիվ պաղեստինցիների հրթիռներից մի քանիսը պայթել են Թել Ավիվում, Երուսաղեմում եւ հրեական այլ բնակավայրերում։ Գազայի հատվածում Իսրայելի հրթիռներից արդեն փլուզվել են Համասի կենտրոնակայանը, մարզադաշտը եւ այլ հասարակական շենքեր։ Դավիթ Մուրադյան, Առաջին լրատվական։ Իսրայելը եւ Համասը Եգիպտոսում ի վերջո կարողացել են համաձայնեցնել հրադադարի հիմնական կետերը։ Քիչ առաջ այդ մասին հայտնել է Ալ Արաբիա հեռուստաընկերությունը, վկայակոչելով բանակցությանը մասնակցող իր սեփական աղբյուրին։
Այնուամենայնիվ, ըստ Ալ-Արաբիայի հակամատող կողմերը դեռևս տարաձայնություններ ունեն խաղաղության հաստատման փուլերի եւ հրադադարի ժամկետի առնչությամբ։ Համաշարժումը պահանջում է, որպեսզի ռազմական գործողությունը դադարեցվի անհապաղ, իսկ Թել Ավիվը պնդում է, որ սկզբում կրակը դադարեցվի, այնուհետև միայն ապաշրջափակվի Գազայի հատվածը։ Միջազգային մյուս թեմաների մասին Սիրիայում մարտերը շարունակվում են, ըստ հայկական կայքերի դիպուկահարի գնդակից հայկին է վիրավորվել Հալեպում։ Ադրբեջանի ընդերքում սև ոսկին ժամ առ ժամ է պակասում։ Նավթ արդյունահանող աշխարհի առաջատար երկիրը այլևս Սաուդյան Արաբիան չէ, այլ Ռուսաստանը, որի հետ դիվանագիտական կապերը չի շտապում վերականգնել Վրաստանի նոր կառավարությունը։ Եվ ուր է հոսել Հունաստանի 33 միլիարդ եվրոն։ Մեր միջազգային խճանկարը։ Հալեպի ապստամբների զգալի մասը չի ճանաչում Սիրիայի ինդիմադիր ուժերի նորազգային կոալիցիան։ Այդ մասին հայտարարել են հեծամստամբները սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութում։ Տեսահաղորդագրության մեջ զինյալների ներկայացուցիչները հայտարարում են, թե Հալեպի ամբողջ տարածքում գործող խմբավորումները մերժում են այսպես կոչված ազգային կոալիցիային։ Զինյալները հայտարարել են, թե անհրաժեշտ է ստեղծել Սիրիայի իսլամական պետություն, իսկ Եվրամիության արտաքին գործերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, թե միության երկրներն այժմ չեն դիտարկում սիրիական ընդդիմության զինելու հարցը։ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը Թուրքիային հորդորել է չհապաղել եւ դիմել ՆԱՏՕ-ին, որպեսզի դաշինքի հրթիռները տեղակայվեն թուրք-սիրիական սահմանին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենն էլ տեղեկացրել է, որ չնայած առայժմ Թուրքիան չի դիմել նման խնդրանքով, բայց դաշինքը պատրաստ է հնարավորն անել Թուրքիայի տարածքը ոտնձգությունից պաշտպանելու համար։ Հունաստանի կառավարությունը հայտարարել է, թե ֆինանսական ճգնաժամի 3 տարիների ընթացքում երկրի բնակիչները Հունաստանից դեպի եվրոպական այլ երկրների բանկեր են տեղափոխել 33 միլիարդ եվրո։ Հունաստանի կառավարության թվային համակարգերի վարչությունը տեղեկացրել է, որ փողը հիմնականում տեղափոխվել է Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Շվեյցարիայի բանկեր։ Ըստ նույն աղբյուրի Հունաստանի 10,000 բնակչի հանդեպ կարող է հարուցվել քրեական գործ փողերի լվացման եւ հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով։ Վրաստանն այլևս չի վերադառնա ԱՊՀ կազմ եւ այդ հարցն օրակարգում երբեք չի հայտնվելու։ Այդ հայտարարությունն է արել Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն։ Նրա խոսքով Վրաստանի նպատակն է անդամակցել միայն Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին, բայց ոչ ԱՊՀ-ին։ Փանջիկիձեն միաժամանակ նշել է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունը չի վերականգնի, քանի դեռ Մոսկվան դեսպանատուն ունի Աբխազիայում եւ Հարավային Օսիայում եւ ճանաչում է այդ երկրների անկախությունը։ Ռուսաստանը նավթի արդյունաբերությամբ համարել է աշխարհի առաջատար պետությունը։ Այդ մասին հաղորդել է նավթային պետությունների համատեղ վիճակագրական ընկերությունը։ Ռուսաստանն առաջին անգամ գերազանցել է Սաուդյան Արաբիայի ցուցանիշը։ Դաշնությունն այս տարվա սեպտեմբերին օրական արդյունահանել է 10 միլիոն բարել նավթ։ Դա 280,000 բարելով ավելի է, քան Սաուդյան Արաբիայի ցուցանիշը։ Նավթային երկրների համատեղ վիճակագրական ընկերությունը տվյալներ է ստանում եւ վերլուծում 90 երկրից եւ 6 միջազգային կազմակերպությունից։ Արդեն երրորդ տարին շարունակվում է ադրբեջանական նավթարդյունահանման անկումը։ Այս տարվա կտրվածքով այն առայժմ 7.7% է նախորդի նույն ժամանակահատվածի համեմատ։ Նավթի նվազման պատճառով պետական բյուջեն կորցրել է ավելի քան 8 միլիարդ դոլար։ Հոկտեմբերին Իլհամ Ալիևը իրավիճակի համար ոչ կոռեկտ արտահայտություններով մեղադրեց British Petroleum ընկերությանը։ Մինչդեռ Հեյդար Ալիևի նախկին խորհրդարներից մեկը հայտարարեց, որ երկրի ղեկավարությունը սկզբանե տեղյակ է պահվել նավթի իրական պաշարին եւ այժմ բարընթացի կանխատեսված ժամանակն է։ Ներքաղաքական խնդիրների մասին տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով Հայաստանը պատրաստ չի անցնել խորհրդարանական կառավարման համակարգի։ Ըստ քաղաքագետի բացակայում են առողջ բանավեճերն ու քննարկումները, չկա նաև առողջ մտքերի եւ գաղափարների մրցավազք։ Օրակարգային կարևոր խնդիրն է որոշել երկրի ապագայի զարգացման տեսլականը։ Այս համատեքստում քաղաքագետի խոսքով տնտեսական խնդիրներն են, որ կարևոր դեր են խաղում։ Ազգային հզորության բանալին տնտեսությունն է, որի զարգացմանը ըստ քաղաքագետի խոչընդոտում են օլիգոպոլիաները։ Տնտեսությունը նաև ժողովրդավարության հիմքն է, անհրաժեշտ է բարձրացնել ֆինանսական քննարկումների մակարդակը։ Մարտահրավերներից մեկը պետք է լինի հասկանալ համաշխարհային տնտեսությունը, օրինակ եվրոպական ճգնաժամը, հատկապես որ Հայաստանը բանակցում է Եվրամիության հետ ասոցացման, խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի կնքման շուրջ։ Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեթրակյանը այսօր ասել է, որ որպես լիբերալ ֆրոնտի վառ արտահայտված ուժ պետք է գոնե քննարկվեր կին թեկնածու առաջադրելու հարցը, ինչը եւ ընթացքի մեջ է, սակայն չկա վերջնական որոշում։ Ընդդիմախոս ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Դավթյանը դրական է վերաբերվել այդ գաղափարի, մեկնաբանելով, որ հենց ազատ դեմոկրատները պետք է հանդես գային այդպիսի նախաձեռնությամբ եւ որ կին թեկնածուի ներկայությունը քաղաքական դաշտին ուղղված լավ ժեստ կլինի եւ դրական կազմի
նախագահական ընտրապայքարի մթնոլորտի վրա։ Անուշ Սետրակյանը նշել է, որ ընդդիմությունը ոչ թե պետք է միայն դեմ լինի իշխանությանն, այլև պետք է կառուցողական ծրագրեր առաջադրի։ Արտակ Դավթյանը չի համաձայնվել Անուշ Սետրակյանի այն մտքին, թե մեզանում ընտրությունը միշտ կատարվում է վատի եւ վատագույնի միջև, ճիշտ հակառակը։ Մենք ընտրություն ենք անում լավի եւ լավագույնի միջև, ասել է հանրապետական բանախոսը։ Նախագահական ընտրություն վերջապես մի անգամ պետք է գնանք թափանցիկ քաղաքական ծրագրով, թե չէ ունենալու ենք նույն սցենարի կրկնությունը եւ եթե 20 տարի դեռևս ունեինք որոշակի արդարացում, որ պետությունը նոր կայանում է, 20 տարուց հետո մենք արդարացում այլևս չունենք։ Մենք խոսում ենք թափանցիկ ընտրություններ, ազատ ընտրություններ եւ ընտրությունների դրական այլ բնորոշումներից, եթե չկա համապատասխան մթնոլորտ, ապա կարծում եմ, որ այս ամենի մասին խոսելը համենայն դեպս ինչ որոշակի ուրեմն հարցադրումներ առաջացնում է։ Աշնան վերջին սրվում է սրտանոթային խնդիրներ ունեցող հիվանդների վիճակը, այս շրջանում սրտաբաններին դիմողների թիվը կտրուկ ավելանում է։ Որպեսզի մարզերի բնակիչները մայրաքաղաք հասնելու հարցի ստիպված չլինեն հաղթահարել բազում խնդիրներ, թե ֆինանսական, թե ֆիզիկական, սրտաբանների խմբեր են Երևանից մեկնում շրջաններ տեղում օգնություն ցուցաբերելու եւ խորհրդատվություններ տրամադրելու համար։ Սրտաբանների մի խումբ էլ այս օրերին Իջևանում էր։ Դեռ հունիսին Իջևանից Ասիա Սահակյանը պետք է Երևանում հետազոտվեր, բայց ստիպված էր հետաձգել, փող չկար։ Հիմա ասում է սրտի բժիշկները իրենց ոտքով եկել են, չէր կարող առիթը բաց թողնել։ Եկել եմ վերև կարդիոգրամ են նայել, ուղարկել են, որ ստեղ է խորն է։ Առավոտից իջևանցիները եւ մերձակա բնակիչները շտապում էին Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն։ Այստեղ նրանց սպասում էին մայրաքաղաքի Նորբ Մարաշ բժշկական կենտրոնի սրտաբանները։ 7 բժիշկներ իրենց հետ բուժսարքավորումներից բացի բերել էին նաեւ դեղորայք անվճար տրամադրելու հիվանդին միջև ինքը ձեռք բերեր։ Հիվանդների խոսքով բժշկի լավ վերաբերմունքն էլ դեղ է եւ դրա պակասը չէին զգում։ Գոհ եմ իրենց վերաբերմունքից։ Դեղ գրեցին, ես չեմ գիտեմ, լավ խորհուրդներ տվեցին։ Օրվա ընթացքում հետազոտված 200 հիվանդների զգալի մասը կանայք էին, հիմնականում զարկերակային ճնշմախնդիրներով, իսկ տղամարդիկ սրտի իշեմիկ հիվանդություններով։ Նրանցից մի քանիսն այստեղ իմացան իրենց հիվանդության մասին։ Կան եւ առաջնակի հայտնաբերված, որոնց առաջարկվել է հետագայում կորոնարոգրաֆիա եւ հետագա բուժում Երևանում։ Արծվաբերդ գյուղից մի հիվանդ էլ սրտահեղձուկի ախտորոշմամբ շտապ տեղափոխվեց Նորբ Մարաշ բժշկական կենտրոն անվճար գործիքային հետազոտման։ Կենտրոնը մարզերում անվճար բուժ սպասարկում է իր գործունեության մաս է դարձրել եւ շարունակում է այցերը հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Տավուշի մարզ երկրորդ այցն էր։ Մենք աշխատում ենք, որ ամեն ինչ անել, որպեսզի օգտակար լինենք ժողովրդին։ Օգնում են եւ կօգնեն ոչ միայն մարզերում, այլև Երևանում։ Հայտնաբերվել են խիստ անհրաժեշտ հետագա հետազոտությունների եւ ինչու՞ չէ նաեւ ակտիվ միջամտության կարիք ունեցողներ եւ մենք հնարավորին չափ աշխատել ենք գործուղել նրանց մեզ մոտ հաշվի առնելով իրենց սոցիալական վիճակը հնարավորություններ եւ այլն կիրառել մեծ զեղչային համակարգ ինչու՞ չէ նաեւ շատերի համար անվճար բուժ սպասարկում։ Պոլիկլինիկայում հիվանդների զննությանը զուգահեռ մարզպետարանում էլ ընթանում էր սրտաբանության արդիական թեմաներով սեմինար պարապմունք ընտանեկան բժիշկների եւ մասնագետների համար։ Որակյալ եւ թանկ ծառայությունները մարզի հատկապես սահմանամերձ գյուղերի բնակիչներին հասանելի դարձնելու այս քայլին արձագանքը ամենուր նույնն էր։ Գոհ շնորհակալ ենք, որ անվճար հետազոտում ենք։ Գայանե Թամամյան, Մարտիկ Ջաղարյան, Առաջին լրատվական։ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը տոնում է 90-ամյակը։ Այդ առիթով այսօր Կրթօջախում բացվել է բացառիկ 3D ձևաչափային լուծման թանգարան։ Նոր տեխնոլոգիաներով համալրված թանգարանի յուրաքանչյուր այցելուին մուտքի մոտ դիմավորում էր հենց ինքը մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը, ավելի ճիշտ նրա էլեկտրոնային կերպարը, ներկայացնելով կրթության, գիտության, ուսման մասին իր մտքերը։ Իսկ արդեն թանգարանի ներսում տեղադրված հպումային էկրանի շնորհիվ այցելուներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ բուհի պատմությանն ու գործունեությանը։ Թանգարանի ձևավորողը ճարտարապետ դիզայներ Հայկազ Քոչարն է, Երվանդ Քոչարի որդին։ Թանգարանի հանդիսավորվածմանը ներկայ էին մի շարք երկրների հեղինակավոր համալսարանների ռեկտորներ։ Բուլղարիա եւ Հայաստանի բարեկամական կապը շատ հեռվից է գալիս, այն ավելի քան 1000 տարվա պատմություն ունի։ Շատ ուրախ եմ այսօր ներկա գտնվելու այստեղ, թանգարանը շատ հավանեցի, ես ինքս պատմաբան եմ, կարծում եմ տարիներ անց այն ավելի կծաղկի։
Я думаю, что Գտնում եմ, որ պետք է շատ ակտիվ համագործակցել եւ փոխանակվել ծրագրերով, խթանել ուսանողների միջև փոխադարձ կապի ամրապնդումը։ Լիտվան Հայաստանի բարեկամն է եւ այս բարեկամությունը պետք է շարունակել։ Վիվասել MTS-ի և կրթության նախարարության տարեսկզբի պայմանավորվածությունները կրթական համակարգի համար նոր հեռանկարներ էին խոստանում։ Նախարար Արմեն Աշոտյանն ու Ռալֆ Իրիկյանը որոշել էին մինչև տարեվերջ կյանքի կոչել կրթական համակարգի ռազմավարական 5 նոր ծրագիր։ Դրանցից առաջինը էլեկտրոնային ուսումնական պաշարների շտեմարանն արդեն գործում է lib.armedu.am էլեկտրոնային կայքում։ Կայքն ընդգրկում և ըստ բնագավառների ու կրթական աստիճանների դասակարգում է կրթական, ուսումնական և մեթոդական պաշարներ, դրանք հասանելի դարձնելով ուսուցիչներին, աշակերտներին և ընդհանրապես կրթական համակարգի մասնագետներին։ Կրթական համակարգի համար ոչ պակաս կարևոր մյուս ծրագրերը դպրոցների բուհերի վարկանիշավորում, լավագույն ուսանող կրթաթոշակ, բուհերին Wi-Fi ցանց և համակարգչային լաբորատորիաների տրամադրում կավարտվեն տարեվերջին։ Հաջորդ տարի նախատեսվում է Wi-Fi-ով ապահովել նաև ավագ դպրոցները։ Այս 5 ուղղություններից մեկի դիմաց կարող եք դնել մեծ պլյուս եւ հերթով անցնենք մեր մնացած բոլոր 4 ծրագրերով մինչեւ տարեվերջ։ Պետք է կենտրոնանա գրթական համակարգի վրա, որ կարողանանք մենք ապահովել զարգացած սերունդներ։ Հատկապես եթե մենք այսօր աշխատում ենք երեխաների եւ երիտասարդների վրա, դպրոցականների եւ համալսարանականների վրա, որոնք իրենք ներկայացնում են մեր ապագան, մեր շարունակությունը։ Հայ գրատպության 500-ամյակի կապակցության միջոցառումների շարքը շարունակվում է նաև Թբիլիսիում, որը նախորդ դարասկզբին համարվում էր հայության մտքի դարբնոցը։ Այստեղ ամենայն հայոց բանաստեղծի ջանքերով ստեղծվեց վերնատունը, որ ճանապարհ էր հարթում տաղանդաշատ հայ գրողների եւ բանաստեղծների համար։ Վերնատունն այժմ էլ գործում է։ Ջավախքի հողը իրեն չի սպառել, տաղանդներ ծնվում են, իսկ նրանց գործերը տպագրվում։ Իմ գործընկեր Ռուզաննա Վարդերեսյանն է եղել Թբիլիսիի մերօրյա վերնատանը եւ ծանոթացել այսօրվա հայ գրատպության նմուշներին։ Սա բանաստեղծություններից երկրորդ ժողովածուն է, առաջինը դեռևս 2003 թվականին է լույս տեսել, երբ ես ընդամենը աշակերտուհի էի։ Հայ գրատպության կես հազարամյա հոբելանին նվիրված միջոցառումների թվում ոչ միայն երիտասարդ սերնդի, այլև միջին եւ ավագ սերնդի գրողների գրքերի տպագրություններ։ 3 գրքերն էլ հետաքրքիր են, գրքերը տպագրված են Վիրահայոց թեմի Հայարտուն մշակույթի կենտրոնի միջնորդությամբ եւ Գալուս Գուլբենկյան հիմնադրամի միջոցներով։ Եվ այս ավանդույթը, որ տարեկան 3 գիրք տպագրվում է Հայարտուն մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ, շատ մեծ հետաքրքրություն է ներկայացրել հայ գրչի մշակների բոլոր համայն Վրաստանում։ Ծրագրի շրջանակում այս տարի տպագրված 3 գրքերի հեղինակներն էլ Ջավախքից են՝ հայրենի եզերք, հայկական բնաշխարհի գույներ եւ ամենակարևորը սեր։ Ահա թե ինչի մասին են Խաժակ Եփրեկյանի, Սիլվա Սիփանուհու եւ Արաքսիա Սնխչյանի բանաստեղծությունների ու պատմվածքների ժողովածուները։ 3 ստեղծագործողներն էլ մեր Ջավախքի մարդիկ են։ Եվ սա կարող ենք ասել մենք ձոնում ենք Ջավախքին, քանի որ այնտեղից բխում է շատ մեծ արվեստի շունչ։ Նշանակում է, որ Տերյանի եւ Դեմիրճյանի, մեր մյուս ստեղծագործողների շունչը թևածում է մեր ամբողջ Ջավախքում, նոր մարդիկ են գալիս։ 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի հայ գրական մտքի դարբնոցը հենց Թբիլիսիում է եղել։ Թումանյանական վերնատանն են թրծվել ու հենց վերնատանն են ստեղծվել հայ գրականության բարձրարժեք նմուշները։ Վերնատունն այսօր էլ գործում է։ Հայ գրատպության հոբելանին նվիրված միջոցառման ժամանակ ցուցադրվել են մերօրյա վերնատան 17 տարիների ընթացքում հրատարակած 140 անուն գրքերը։ Հին Թիֆլիսի ու վերնատան ավանդույթները շարունակվում են։ Հայ գրականությունն այստեղ ծաղկունք է ապրում։ Ավանդույթը չի խախտելու նաև Վերնատուն մշակութային կենտրոնն ու թե տարեց, թե երիտասարդ գրողներին անակնկալներ է մատուցելու։ Միշտ տարի նույնպես կտպագրեն 3-4 գիրք եւ նվիրվեն հեղինակներին։ Ռուզաննա Վարդերեսյան, Գիվի Փեյքրիշվիլի, առաջին լրատվական, Թբիլիսի, Երևան։ Ջավախքում վերջին տարիներին մեծ թափ է առել եկեղեցիների վերակառուցումը։ 20-ից ավելի եկեղեցի է արդեն վերանորոգվել եւ վերահսկվել հիմնականում ծննդով ջավախցի բարերարների ջանքերով։ Եկեղեցաշինությունը նրանց համար պատվի գործ է համարվում։ Տարիներ առաջ արտասահման մեկնած եւ այնտեղ հաջողությունների հասած ջավախցիները այժմ վերադառնում են իրենց օջախները շնացնելու։ Օրերս ոցվել է Ջիգրաշեն գյուղի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին։ Ջավախքի բնակիչներին եկեղեցու զանգի ղողանջները դարձյալ բարի լուր են ավետում։
150 տարվա լռությունից հետո վերաբացվեց եւ օծվեց Ջիգրաշեն գյուղի Սրբոց հրեշտակապետաց եկեղեցին, իր դռները հայ քրիստոնյաների առջև այլևս չփակելու պայմանով։ Կատարելու ենք վերաօծման արարողությունը։ Օծվելու են 16 սյուները։ Բացման արարողությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր Հայաստանից ու Վրաստանից, սակայն ամենամեծը ջիգրաշենցիների ոգևորություններ։ Մեր ժողովուրդը իր հավատքը ավելի ամուր կպայե, ավելի ձիգ կմնան ու մեր հողից ոչ մի չի հեռենա։ Դա ամենամեծ մեր ցանկությունն է։ Երկարատև դադարից հետո առաջին պատարակը աղոթքեր ուղղված առաստված բոլոր այն սերունդների համար, որոնք երազեցին ու այդպես էլ չկարողացան լսել այդքան սպասված պատարակի կանչող զանգի ղողանջները։ Մարդիկ նորից պիտի սովորեն աղոթել, ոնց որ նախկինում մեր հայրերն էին, առանց աղոթքի սեղան չէին նստում երբեք, առանց Աստծո շնորհակալություն հայտնելու երբեք սեղանից վեր չէին կենում։ Ոչ միայն գործերի հաջողության համար աղոթելու, նաև կնունք ծնունդ հարսանիքը քրիստոնեավայել պայմաններում անցկացնելու համար եկեղեցին կբացի իր դռները նաև հարակից բնակավայրերի բնակիչների համար։ Արդեն բարի ավանդույթ է դարձել բոլոր այն գործարարները, ովքեր ծնունդով ջավախքի որևէ բնակավայրից են, նախ եւ առաջ պատվի գործ են համարում ծննդավայրի զարգացմանն ուղղված ներդրումը, իսկ առաջին շարքում եկեղեցաշինությունն է։ Մտքեր շուտվանից էր ցակել, բայց հնարավորություններ չկար։ Հիմա հնարավորություն եղավ Աստծո օգնությամբ այս եկեղեցին կառուցվեց։ Ջիգրաշենի եկեղեցին կանգուն է, բարերար Արսեն Քսպոյանի խիղճն էլ հանգիստ, իսկ ծնունդով ջավախեցի գործարար Սոս Սահակյանը եւս մեկ անգամ հորդորում է բոլոր գործարարներին, որ ամենակարևոր ներդրումը ծննդավայրի համար կատարած բարեգործությունն է։ Հանդիսության հաջորդ մասում ջավախեցիների հոգեվոր ուրախությունը փոխվեց մշակութայինի։ Աննա Մարտիկյան, Առաջին լրատվական։ Մեծ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին այսօր ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության ղեկավարը հայ կինոարվեստում ունեցած պատկառելի վաստակի, ներդրածակնառու ավանդի եւ անզուգական վարպետության համար Արտավազդ Փելեշյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։ Տիգրան Սարգսյանն աշխարհահռչակ գործչին մաղթել է առողջություն եւ նորանոր ձեռքբերումներ կինոարվեստի բնագավառում։ Եվ վերջում Սոթբի Սաճուրդի տունը հայ մեծանուն նկարիչ Արշիլ Գորկու անհամբերություն կտավը վաճառել է $6 միլիոն 800 հազար դոլարով։ Արշիլ Գորկին համարվում է 20-րդ դարի ամերիկյան ամենաազդեցիկ նկարիչներից եւ վերացապաշտական ուղղության ականավոր դեմքերից մեկը։ Նրա նկարները ցուցադրվում են Միացյալ Նահանգների բոլոր խոշոր պատկերասրահներում, ինչպես նաեւ Լոնդոնի Tate պատկերասրահում, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի թանգարանում եւ այլուր։ Իդեպ Գորկին Հայաստանին է կտակել իր կտավների մի մասը, որոնք վերջերս են տեղափոխվել մեր երկիր։ Այսքանը տաղավարում ձեզ համար աշխատում էր Շահանե Մեժլոմյանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ցտեսություն։